Այլ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր իմ գործընկերների հետ, Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ որոշել ենք ձեզ ներկայացնել մի թեմա, որը կարծում եմ շատ շատերին է հետաքրքիր լինելու։ Դեռևս նախորդ շաբաթ իմ էջում ես անդրադարձել էի կառուցապատման իրավունքի ոլորտում առկա որոշակի խնդիրների եւ այսօր շարունակում ենք այդ ոլորտում քննարկումը։ Բանն այն է, որ կառուցապատողները, լինելով առավել բանակցային այսպես ուժեղ դիրքում, որոշ հատվածներում կամ որոշ դեպքերում չարաշահում են իրենց այդ դիրքը եւ կնքում են սպառողների հետ պայմանագրեր, շատ հաճախ շեղվելով քաղաքացիական օրենսգրքում նախատեսված դրույթներից կամ նախատեսելով այնպիսի դրույթներ, որոնք սպառողների շահերից չեն բխում կամ նույնիսկ դրան հակառակ են։ Եվ այս տեսանկյունից մենք որոշակի նախաձեռնությամբ ենք որոշել հանդես գալ եւ ես հնարավորություն կտամ, որպեսզի իմ գործընկերները, պարոն Թավադյանը եւ պարոն Ֆարմանյանը ներկայացնեն, թե ինչի մասին ենք խոսում եւ ինչ ենք մտադիր անել։ Քաղաքացիական օրենսգիրքը տալիս է փոխանցման ակտի հստակ դրույթներ, սահմանափակելով այն ընդամենը 3 դրույթով, բայց ինչպես Տիկին Հովհաննիսյանը նշեց, կառուցապատողները օգտվելով նրանից, որ իրենք բանակցային ուժեղ դիրքում են գտնվում, ինչպես նաև քաղաքացիներ ունեն չլուծված բնակարանային հարցեր, իրենք ստիպում են քաղաքացիներին այդ փոխանցման ակտերում ներառել նաև այլ դրույթներ, այսինքն դրույթներ նրան են, որոնք վերաբերում են նրան, որ բնակարանից բնակարանը հանձնելու ուշացրելու պարագայում նախատեսված ուժերը չպետք է վճարվեն, որ քաղաքացին համաձայնվում է ուրեմն անդամակցել այն համատիրությանը, որը ստեղծել է կառուցապատողը, այս բոլոր դրույթների ներառումը փոխանցման ակտերում ինքնին բավականին վիճելի է եւ խնդրահարույց, որովհետեւ այո, մենք ունենք քաղաքացիական օրենսգրքում պայմանագրի ազատության սկզբունք, բայց պայմանագրի ազատության սկզբունքը բացարձակ է միայն բիզնեսի եւ բիզնեսի հարաբերություններում։ Բիզնես սպառող հարաբերություններում պայմանագրի ազատության սկզբունքը սահմանափակված է այն տրամաբանությամբ, որ օրենքով նախատեսված դրույթները չեն կարող փոփոխվել ի վնաս սպառողի, այսինքն օրենքով նախատեսված դրույթներից բացի այլ դրույթներ կարող են նախատեսվել միայն այն դեպքում, երբ դրանք սպառողների շահերից են բխում։ Փոխանցման ակտի կարևորությունը ինչու՞մ է կայանում, ինչի ենք սրա վրա հիմա կենտրոնացել։ Տեսեք, մարդիկ գումար են վճարում, պետք է բնակարան ձեռք բերեն, ըստ պայմանավորվածության ենթադրենք բնակարանը պետք է հանձնվի 23 թվականի հունվարի 1-ին, սակայն 25 թվականի ապրիլի 1-ն է դեռևս բնակարանը չի հանձնվել։ Եվ մի շարք երաշխիքներ այստեղ կան, որ կարող է տույժ գանձել բնակիչը, կարող է չգիտեմ վնասների հատուցում գանձել, սակայն այդ իրավունքից չի օգտվում։ Ինչու՞, որովհետև քան փոխանցման ակտը ստորագրելիս կառուցապատողը պարտադրում է, որ այդ ակտի մեջ գրվի պարտք ու պահանջ միմյանց նկատմամբ չունենք։ Եթե այդ ակտը չի ստորագրում, բնակարանը չի ստանում կամ ստիպված է ստորագրել այդ պայմանով։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այս նրբության վրա հենց շեշտը դնել, որ նոտարները ֆիքսեն այդ հանգամանքը, որ փոխանցման ակտով միայն ֆիքսվելու է անշարժ գույքի հանձնումը, բայց թե որ պարտք ու պահանջ ունեն կամ չունեն, դա այլ հարց է եւ կողմերը կարող են առանձին իրավետ այդ հարցը կարգավորել։ Կարծում եմ այս խնդիրը, որը մենք բարձրաձայնում ենք, կարիք ունի իսկապես հասցեագրման, ընդ որում այս առումով մենք մտադիր ենք հրավիրել Արդարադատության նախարարի ուշադրությունը եւ նրան ուղարկել մեր մտահոգությունները, որպեսզի նոտարների կողմից կնքվող գործարքների վավերացման փուլում նոտարները հատուկ ուշադրություն դարձնեն այս հանգամանքին եւ իրավունքի չարաշահում, այսպես ասած, կոպիտ ասած, չթույլ տրվի։ Մի հանգամանք էլ մի նկատառում էլ, հա, այս ամենը ամենևին ուղղված չէ կառուցապատողների դեմ, հատկապես բարեխիղճ կառուցապատողների մասին է խոսքը եւ մենք հասկանում ենք, որ օբյեկտիվորեն կարող են լինել խնդիրներ, մենք հասկանում ենք, որ կարող են տարբեր պետական մարմինների եւ ոչ միայն պետական մարմինների պատճառով ծագել խնդիրներ եւ մեր նախաձեռնության իմաստն ամենևին էլ ոչ թե կառուցապատողներին, այսպես ասենք, վատ դրության մեջ դնելն է, այլ պարզապես քաղաքացիների ծայրահեղ վատ պայմաններից դուրս բերելը եւ մենք բաց ենք քննարկման համար, անպայման ձեզ կտեղեկացնենք նաեւ մեր հետագա քայլերի հաջորդականության մասին։ Բաժանորդագրվեք էջին, եթե ուզում եք առավել շատ տեղեկատվություն ստանալ։